Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես են եկել TRIP ծրագրի իրականացման վերաբերյալ հայտարարությամբ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար, տարածաշրջանի համար եւ ընդհանրապես խաղաղ գործընթացի համար։ Այս ամենի մասին զրուցելու ենք դիվանագետ Վահագն Մելիքյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ըստ փաստաթղթի Հայաստանը պատրաստվում է առաջարկել Միացյալ Նահանգներին TRIP-ի զարգացման ընկերության 74% բաժնեմասը, պահպաներով 26%-ը։ Փաստաթղթում հատուկ նշում է, որ այն չի ստեղծում իրավական պարտավորություններ, բայց երբ խոսքը վերաբերում է 74%-ի փոխանցման ու տասնամյակներով կառուցապատման աշխատանքներին, սա իրավական հնարք չէ, իրականում գործնականում խուսափելու քաղաքական պատասխանատվությունից։ Որոշակիորեն այո, ինչու, որովհետև նախ Հայաստանը չի առաջարկում 74%, Հայաստանին ասում են, որ 74% պիտի լինի, այն էլ 49 տարով եւ նաեւ օտարման հնարավորությամբ։ Օտարման հնարավորությունը իրենից ենթադրում է, որ ապագային եւ չի նշվում, շատ մշուշոտ է, ապագային այդ բաժնեմասերը կարող են տրվել, վաճառվել, վերաձևակերպվել եւ այլն 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ կողմերին։ Նախ ասենք, որ այս TRIP-ի զարգացման այս շրջանակային փաստաթուղթը կամ շրջանակ են այդպես էլ ասում, չէ, TRIP-ի իմպլեմենտացիայի շրջանակ։ Ինքը միջազգային իրավունքով մտադրությունների մասին փաստաթուղթ է, որը դեռ վերջնական ձևակերպում չի ստացել, այսինքն վերջնական համաձայնագիր չի դարել։ Սրանք զուտ մտադրություններն են, շեշտադրումներն են, մոտեցումներն են, որ ապագային վստահաբար պիտի տեղավորվի մեկ այլ փաստաթղթի մեջ, երևի թե արդեն ավելի հստակ ձևակերպումներով եւ ավելի իրավական ձևակերպումներով։ Այստեղ ցանկությունների կամ բարի ցանկությունների հսկայական մի շարան կա, անշուշտ պարբերաբար առանձին շեշտադրումներ կան Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հետ կապված, ինչից բնականաբար օրվա իշխանությունները կարճելու են եւ անընդհատ այս թեման տանելու են առաջ, բայց այնուամենայնիվ նույնիսկ այս փաստաթուղթը ըստ իս որոշակի ձևակերպումներում պարունակում է մտահոգիչ կետեր կամ մտածելու կետեր, եկեք այսպես ասենք, որովհետև ես անշուշտ ընթերցել եմ առավոտյան փաստաթուղթը, բայց որ ասեմ դիվանագիտորեն եւ իրավաբանորեն փորձել եմ լուրջ խորամուխ լինել, չէ, վերլուծության դեռ վերջնական ենթարկված չի, բայց այնուամենայնիվ նորից կրկնում եմ կան հարցեր, արկախված հարցեր կամ սառեցված հարցեր կամ ձևակերպումներ, որոնք բացելուց հետո միայն կարելի է գնահատականներ տալ։ Այս իմաստով այն ինչ որ այսօր ունենք, շատ քիչ է տարբերվում օգոստոսյան փաստաթղթից, այստեղ ավելի ընդլայնված ձևակերպումներն են եւ շեշտադրումներ են, բայց նույն բառերի մեջ, օրինակ վերցնենք հենց թեկուզ նույն անխոչնդոտ բառը, այս ձևակերպումը ընդհանրապես անխոչնդոտ ինչ է նշանակելու, արդյոք սա բացառություն պետք է լինի 1, 2 կամ 3 երկրի համար կամ բոլորի համար պիտի լինի համահավասար սկզբունքով, փոխադարձության կամ փոխկապակցվածության մասով ես շատ չտեսա Հայաստանի համար ընկալելի եւ ընդունելի պայմաններով թեկուզ նույն Ադրբեջանի կամ Նախիջևանի տարածքով երրորդ երկրներ մուտք գործելու թեման, այսինքն պատկերացումս այն պիտի լիներ, որ սա նաև հայելային որոշակի տրամաբանություն պիտի ունենա նույն Հայաստանի համար։ Ձևակերպումները շատ այսպես զուսպ են եւ շատ հակիր։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այս TRIP-ը ինքնին որքան էլ որ ինքը բարեհունչ լինի ինչ որ լայն շերտերի համար, ոչ գիտակից շերտերի համար, չխորացող շերտերի համար, այնուամենայնիվ ինքը իր վտանգները անշուշտ պարունակում է եւ ես բնավ չեմ ուզում այս իմաստով ցիտել մեր հարևան, արևելյան հարևան փոքրիկ սուլտանի արտահայտություններին կապված, որ սա իրականում անվանափոխություն է ընդհանրապես եւ որևէ ձևով չի փոխում այն տրամաբանությունը, ինչի մասին
մենք բարձրաձայնում ենք։ Այստեղ կարևորը թե մայրաքաղաքներում սա ինչպես պիտի ներկայացվի լայն հանրույթին եւ ինչ մոտեցումներով եւ ինչ դիվիդենդներով պիտի դուրս գան այս ամեն ինչից, հա։ Դատելով թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից եւ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հնչող հայտարարություններից, այստեղ շահեկան դիրքում անընդհատ հայտնվում են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հայաստանը կարծես գործիք է ուղղակիորեն այս տրամաբանությունը կատարածելու եւ կյանքի կոչելու համար։ Այո, ես տեսնում եմ այդ միջազգային տրամաբանությունը այստեղ, որքան էլ որ վարչախումբը շեշտի, որ այդպիսի բան չկա, այդ տեսեք սևը սպիտակով գրված է եւ ինչպիսի ձևակերպում կա, շատ պարզ եւ հստակ ձևակերպումներ կան։ Ոչ, երիցս ոչ, որովհետեւ եթե քեզ համար ստեղծում են մի այսպիսի օղակ, հա, որը դու փորձում ես տնտեսական առավելություններով եւ տնտեսական զարգացմամբ, չգիտեմ, աշխատուժի զարգացում ներգրավվածություն կլինի, մարդկանց գործով ապահովելու, չգիտեմ, եկամուտների մասով եւ այլն։ Այնուամենայնիվ, միևնույնն է, մնում են այդ կասկածները, միջև մենք գետնի վրա չփորձենք հասկանալ, այսինքն կամ միջև այս մտադրությունների փաստաթուղթը չդառնա վերջնական համաձայնագիր։ Եթե որևէ պատճառաբանությամբ ինչ որ մի պահ Հայաստանը փորձի կասեցնել այս թրիփի գործունեությունը, արդյոք այդ 24% բաժնե մասը բավարար է ոչ ասելու համար։ Որքան էլ որ փաստաթղթի մեջ, հա, այսօրվա հայտարարության մեջ դա չի երևում, այնուամենայնիվ դու 24% բաժնե մասով ինչքան էլ իրենք ասեն, հա, որ ճիշտ է մենք ունենք փոքր տոկոս եւ ոչ վերահսկելի ուժ, այսինքն փաթեթի իմաստով, այ 74%-ը, 76%-ը տրված է, չէ, եթե չեմ սխալվում, 76-ը Միացյալ Նահանգներին, 76-ը տրված է Միացյալ Նահանգներին եւ ընդամենը 24-ն է մերը, այնուամենայնիվ սկզբունքային հարցեր կան, միանգամից այստեղ հարց է բերում։ Որոնք են այդ սկզբունքային հարցերը։ Բարի եղեք, այո, բարի եղեք նշեք որոնք են այդ սկզբունքային հարցերը, լիստով տվեք, մեկն են, երկուսն են, 10-ն են, 100-ն են, որպեսզի ավելի տեսանելի լինի եւ ավելի հասկանալի լինի եւ հարցեր իր ետևից չբերի եւ ամենակարևորը, ովքեր են սահմանելու այդ սկզբունքները, ով է սահմանելու այդ սկզբունքը։ Այո, թող լինի էլի ձեր ինքնիշխանության, իրավազորության եւ այլն այդ ձևակերպումները, անընդհատ դուք միշտ շեշտեք, ծամծմեք եւ փորձեք այդ ամեն ինչը դնել մարդկանց ուղեղների մեջ, բայց պարզ հարցեր կան, փորձեք նաև պատասխանել, եթե ունեք այդ հարցերի պատասխանը, փորձեք պատասխանել նաև հասարակ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, մեդիա դաշտի կողմից բարձրացված, ամեն ինչի մեջ մի փորձեք փնտրել, որ մենք ստացել ենք փայլունագույն մի փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ եւ ընդդիմությունը ստեղծված է այս ամեն ինչը ջախջախելու, ջարդելու համար։ Եթե նկատել եք, այնտեղ շատ կարևոր մի եզր կա, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կամ Միացյալ Նահանգները շատ կարևորում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունը այս փաստաթղթի հետագա զարգացման, կյանքի կոչման եւ այլնի նպատակով։ Այսինքն այստեղ խնդիր է առաջանում։ Եթե տեսեք Ադրբեջանը այդքան տրամադիր է գնալու փոխադարձության սկզբունքին եւ ընդունելու այս ամեն ինչը։ Ինձ մեկը թող փորձի բացատրել շատ հստակ, նորմալ, պարզ հայերենով։ Այդ դեպքում ինչու են Բաքվից անընդհատ հնչում հակահայկական հայտարարություններ, արդեն շատ տեսանելի եւ անթաքույց տարածական նկարտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույն արևմտյան Ադրբեջանի խնդիրը կլինի իրենց պատկերացրած փախստականների վերադարձը հայրենի օջախներ, իսկ այդ հայրենի օջախները իրենց պատկերացմամբ են Հայաստանի ավելի խորը եւ ավելի մեծ տարածքներն են, պարզ հարց, որը անկնկալում է պարզ պատասխան։ Չեք կարող, չէ՞, ասել գնացեք Ալիևին հարցրեք, մեզնից ինչի եք հարցնում, մենք դա չենք բարձրացել, չենք հնչեցել, դե Ալիևն էլ ամեն անգամ փորձում է այդ ամեն ինչը կերակրի իր հասարակության։ Տեսեք, հայտարարության մեջ թեև նշում է, որ ինքնիշխան գործառույթներ չեն
արտապատվիրակվում, փաստացի Ford Office-ը գտնվում է, հանձնվում է մասնավոր օպերատորների։ Ինչ երաշխիքներ կան, որ այդ մասնավոր օպերատորները, ասենք ադրբեջանական, թուրքական կամ երրորդ երկրների, ասենք ներկայացուցիչներ չեն լինի, հաշվի առնելով քաղաքական մեր տարածաշրջանի իրավիճակը։ Ճիշտ եք նկատել, այս նորամուծությունը, որ բերվել է front office-ի եւ back office-ի, հա, եւ բացատրությունն էլ այնտեղ գնում է ընդունարանի եւ գրասենյակի, այո, կա ձևակերպում, որ front office-ն է առաջինը կոպիտ ասած դիմավորվելու մուտք անողին, բեռնատարը կլինի, մարդատարը կլինի, մարդիկ կլինեն եւ այլն։ Հետո ինքը դա պիտի փոխանցի back office, նախապես այդ ինֆորմացիան տեղեկատվությունս, եւ back office-ն է, որ որոշում է կայացնելու այս մարդիկ մտնեն, թե չէ։ Կներեք, բայց այդտեղ արդեն կա ինչ-որ բախում։ Ինչու, որովհետեւ դուք ավելի վերևում էլի ու էլի անդրադարձել եք անխոչնդոտ բառի։ Այսինքն սա զուտ ինչ-որ տեխնիկական խնդիր պիտի լինի, հա, փաստաթուղթը հայի դեմքը չտեսնելը պիտի լինի, հայ սահմանապահի դեմքը չտեսնելը պիտի լինի, անընդհատ շեշտադրում կա տեխնոլոգիաների, նորամուծությունների, 21-րդ դարի ստուգումների եւ այլնի վրա, բայց այդ դեպքում ով է ասել, որ այդ գրասենյակում նստածնել ձեր պատկերացման պիտի հակառակ որոշում կայացնի, եթե դրանք, ասենք, ռազմավարական նշանակություն ունեցող կամ երկակի նշանակություն ունեցող բեռներ կարող են լինել։ Թեև Ադրբեջանի համար ստեղծում է անխոչնդոտ ելումուտ դեպի Նախիջևան, բայց ըստ էության եթե վաղը այդ անխոչնդոտ ելումուտը դառնա, ասենք, պարտադրանքի նման գործիք Ադրբեջանի ձեռքում, մենք ինչ լիազորություններ ունենք այս համաձայնագրի հայտարարության կամ այս, չգիտեմ, ամբողջ ծրագրի շրջանակում, պայմանավորվածությունների շրջանակում, որ կարողանանք կասեցնել Ադրբեջանի մուտքը օրինակի համար տվյալ պահին Նախիջևան կամ այնտեղից դեպի Ադրբեջան Բաքու ելումուտը եւ չհայտնվել միջազգային ճնշման տակ։ Որևէ երաշխիք չկա, հերթական անգամ պիտի վազեն Վաշինգտոն, փորձեն խնդրել, աղաղակել, չնայած աղաղակելը վաղուց արդեն չեն անում, խնդրել, աղերսել, որպեսզի այս բանը չլինի։ Այսինքն հստակ ամրագրված կետեր Ադրբեջանը պիտի հաղթող, չէ, չկա։ Ասում է, որ մենք փոխվստահության հիմքով ենք դա անում, իսկ փոխվստահությունը դա քաղաքական կատեգորիա չի ըստ էության։ Բացարձակապես այդպիսի բան չկա, նախ դուք այդ վստահության մեխանիզմները դեռ չեք ստացել։ Եթե ձեզ թվում է, որ այդ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը ստեղծել է այդ փոխվստահության մթնոլորտը, դուք շատ եք սխալվում, որովհետեւ փոխվստահության մթնոլորտը պիտի ուղեկցվի նաեւ մշտապես հիմնավոր հայտարարություններով։ Ես հակառակն եմ տեսնում նույն Բաքվից, այդ տրամադրվածությունը չկա, կա ընդհակառակը ճնշման մեխանիզմը, անընդհատ ճնշելու մեխանիզմը եւ այդ ճնշման արդյունքում անընդհատ կորզելու խնդիրը, որը վերջին 4-5 տարիներին մենք շատ պարզ տեսել ենք, վկա ենք, գիտենք, ել չասեմ, որ ահազանգել ենք բազմաթիվ անգամ, չէ, որովհետև նաև լսվում է տարբեր անկյուններից այդ նորելուկ վերլուծաբաններ, քաղաքագետներ կան, որ իրենք էլ չեն պատկերացնում, քարտեզ էլ ընդհանրապես չեն ճանաչում, որ գիտեիք ասեիք, ինչու չեք ասել, ինչու դրա մասին չեք բարձրաձայնել, ինչու եք պահել եւ այլն։ Բարձրաձայնել ենք որքան որ հնարավոր է, բարձրաձայնել ենք ինչքան կարողացել ենք, բարձրաձայնել ենք շատ պարզ բացատրություններով, բայց երբ որ կա ձայն բարբառով հանապատի, այդ պարագայում բարձրաձայնելն էլ արդեն դարձել է, չգիտես, ինչու կոնսպիրոլոգիաների շրջանակների մեջ։ Այս համատեքստում հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը եւ Իրանի դիրքորոշումը հատկապես ինչ ակնկալենք։ Նախ մեր հարավային հարևանը, որ ես օր եւ վայրկյան առաջ մաղթում եմ, որ կրքերը մաքսիմալ հանդարտվեն եւ մեզ նման իրավիճակ բացարձակապես ձեռնտու չէ եւ այս իրավիճակում այս շրջանակային փաստաթուղթը ստորագրելն էլ կարծես թե որոշակի մտահոգություններ պիտի առաջացնեն եւ իսկապես տեղին չէր։ Թող թուղթը լիներ եւ անընդհատ խոսվեր դրա մասին, բայց եկեք չմոռանանք, որ ես չեմ բացառում, որ պնդումը եղել է հենց Երևանից կամ խնդրանքը, որ Երևանը չի կարող պնդել, Երևանը շատ վաղուց արդեն չի պնդում,
եւ պայմաններ չի դնում, Երևանի արչեւ են դրվում պայմաններ եւ խելոք հլու հնազանդ Երևանը կատարում է։ Եկեք չմոռանանք, որ մենք արդեն թեվակողել ենք ընտրական տարի 1, երկրորդը Իրանում այս վերջին շաբաթներին կատարվող անկարգություն, ասենք, բախումներ, ասենք, ընդ որում զոհեր արդեն կան, իսկ սա արդեն բավականին լուրջ մտահոգություն է առաջացնում, էլ չասենք, որ Վաշինգտոնից կամ Սպիտակ տներից հնչող այդ սպառնալիքները, ինչ վերաբերում է Ռուսաստանին, տեսնում եք, Ռուսաստանը չկա, չնայած բավականին բարձր օղակներից եղել է այդ առաջարկությունը, որ մենք պատրաստ ենք բանակցել, ներգրավել, վերջիվերջո եկեք չմոռանանք, որ այդ ենթակառուցվածքների մի այռուցի բաժին, որը վերաբերելի է երկաթուղային գծերին, դա կառավարվում է այսօր ռուսական ընկերության կողմից։ Մի նախադասությամբ այս փաստաթուղթը Հայաստանի ինքնիշխանությունը ուժեղացնում է։ Չէ, բառերով տեսանելի է, բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանի իշխանությունը արդեն տարիներ շարունակ սպառնալիքի ու վտանգի տակ է եղել, որևէ բարելավում ես այստեղ չեմ տեսել, որքան էլ օրվա վարչախումբը ասի, որ դե բանակցությունների արդյունքում անշուշտ օկուպացված տարածքներից 250 քառակուսի կիլոմետրից ավել Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող հողեր կան, որոնք անցել են ադրբեջանական տիրապետության տակ եւ ինչքան էլ այդ լոլոները ասեն կապված, որ դե 100 քառակուսի կիլոմետրը, չգիտեմ, դա հնչեցվել է, չէ՞, նաեւ ազգային ժողովի նախագահի կողմից, միևնույն է, ես չեմ կարծում, որ այս պահին որևէ մեկը Երևանից ռիսկ ունի նստի եւ բանակցի այդ հարցերի շուրջ, բա երբեք դուրս գալու, իրենք էլ տենց խելոք վեկացան ու դուրս եկան։ Այսինքն այդ զիջումային քաղաքականությունը ворթեգրված շարունակելի է, տեսանելի է եւ որքան սա կշարունակվի, Աստված գիտի։ Շնորհակալություն մեր հարցին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք դիվանագետ Վահագն Մելիքյանի հետ։ Տեսություն։